Ես հետաքրքրվում էի Հովիկ Աղազարյանի հեռախոսային խոսակցության բովանդակության մասին, որը այս գործի շրջանակներում նա գնացել էր քննչական ծառայություն, առգրավել էին հեռախոսը, հետո այդ հեռախոսի խոսակցության պարունակությունը ազգային ժողովի նախագահը, ֆրակցիայի ղեկավարը եւ մյուս անդամները սկսեցին հանրայնացնել։ Դա մարդու անձնական տվյալի տիրապետում եւ հրապարակում չէ, եւ արդյոք այդ մասով դուք չեք հարուցել վարույթ կամ այդ հարցը ձեր ուշադրությունից ինչու է վրիպել, որովհետև ակնհայտորեն այս գործի շրջանակներում Հովիկ Աղազյանի հեռախոսային խոսակցությունների, նամակագրությունների բովանդակությունը դարձավ հանրության քննարկման առարկա, ինչը անգաղտնիության տեսանկյունից եւ անձնական իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է։ Եվ նաեւ ուզում եմ այնուամենայնիվ պնդել իմ ասածը, որքան էլ դուք ասում եք, որ հիմա եք գալիս, այնուամենայնիվ հավատարժան չէ Տիկին դատախազ, որ եթե ես չեմ պատկերացնում, եթե Հովիկ Աղազյանը շարունակեր մնալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմում, արդյոք դուք կգայիք այստեղ նույն միջնորդությամբ։ Տիկին դատախազ մի վարքյան միջև պատասխանելը Տիկին Թովմասյան, որևիցե մեկը բովանդակություն չի հրապարակել եւ եթե դուք նման բովանդակության ծանոթ եք եւ տենց պնդում եք անում, ես առաջարկում եմ այդ բովանդակությունից 1-2 օրինակ բերեք, որ ես, քանի որ ին վրա հաղում արեցիք կամ որևիցե պատգամավոր բովանդակություն է հրապարակել, խնդրում եմ նման հայտարարություն անելուց զգուշ լինել։ Խնդրեմ Տիկին դատախազ։ Բովանդակություն որևիցե մեկը չի խոսած այդ։ Տիկին Թովմասյան, որպեսզի նորից ձեզ մոտ շփոթ չառաջանա հեռախոսի զննության հետ կապված, սա Հովիկ Աղազարյանի հեռախոսի զննության տվյալները չեն, սա այլ գործով ձեռք բերված տվյալներն են։ Այն ինչ որ դուք նշում եք, այս երկու վարույթների շրջանակում չէ, այս միջնորդագրում ներկայացված որևէ ապացույցի հետ կապ չունի։ Ուզում եմ, որ հստակ լինենք եւ շփոթ չառաջանա, իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա այո կգայի։ Կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ եւ ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան։